Սույն թվականի փետրվարի 23-ին Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Fight Nights մրցաշարը, որտեղ մենամարտել են Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Վարդան Ասատրյանն ու ադրբեջանցի Էլնար Իբրահիմովը։ Մենամարտի առաջին ռաունդում Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով ճանաչվեց հաղթող, սակայն Արցախի դրոշը բարձրացնելուց հետո ադրբեջանական կողմը բողոքարկեց և Վարդան Ասատրյանը որակազրկվեց։ Fight Nights-ի ղեկավար Կամիլ Գաջեևի որոշմամբ նա զրկվեց եզրափակչում չեմպիոնական գոտու համար պայքարի, ինչպես նաև հետագա մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Վարդան Ասատրյանը մենամարտից առաջ թույլտվություն էր ստացել Fight Nights կազմակերպության նախագահ Կամիլ Գաջեևի կողմից հանդես գալու իր նախընտրած մարզահագուստով, որի վրա առկա է Արցախի Հանրապետության դրոշը։ И хочу слово, один вопрос дать про молдавской компании Fight Nights Камилу Гаджиеву. Вы были в Армении? Нет? Хотелось бы, чтобы вы побывали в этой солнечной стране и провели лично мой финал в городе Ереван. Спасибо вам. Սակայն կազմակերպության նախագահը մենամարտից հետո փոխել էր իր որոշումը, որակազրկելով Վարդան Ասատրյանին։ Ադրբեջանական կողմի բողոքարկումից կարելի է եզրակացնել, որ որակազրկման պատճառ է եղել Fight Nights կազմակերպության վրա ադրբեջանական կողմի գործադրած ճնշումը։ Fight Nights կազմակերպությունը մտադիր էր այս տարի մրցաշար անցկացնել Հայաստանում։ Я рад, что у нас есть бойцы из Армении, и сейчас мы приняли решение, что мы обязательно один раз в год хотя бы в Армении, в Ереване будем проводить турниры. Սակայն այս միջադեպը մեծ վրդովմունք առաջացրեց հայ մարզասերների մոտ, ինչն անընդունելի է դարձնում Fight Nights կազմակերպության մրցաշարերի անցկացումը Հայաստանում։ Բոլոր հայ մարզիկները, որոնք մենամարտում էին Fight Nights կազմակերպության մրցաշարերին, հրաժարվել են իրենց հետագա մասնակցությունից։ Նշենք, որ Վարդան Ասատրյանի մայրը ծագումով արցախցի է և նա Արցախի դրոշը բարձրացրել է իր մոր պատվին։ Я буду эти флаги поднимать во всех точках мира, где бы я ни оказался.